անտրամաբանական էր, բայց պարզվում է, որ իրականում շատ տեղին միջնորդություն է, չնայած սպասելի, Բարգավաճ դատան, եթե այդ տրամաբանությամբ ենք շարունակում, ստացվում է, որ դուք ոչ թե անհատական վերդիկտ եք կայացնելու, այլ կոլեկտիվ, որովհետև եթե ապացույցները մեկն են, բոլորի հետ կապված, ոչ անհատականացված, ստացվում է, եթե դուք մեղավոր եք ճանաչում մեկին, ապա բոլորին։ Իսկ թվում է իմ ասացի տրամաբանությունը ընկալելի եղավ, որովհետև եթե բոլոր ապացույցների մասին է խոսքը, այդ ապացույցները վերաբերում են բոլոր 18 արդարներին, այսինքն կարելի ասել, որ վերդիկտը մեկն է լինելու, չկա տարանջատում, ով է ինչ-որ բան ավել արել կամ արել է թե չի արել, հետևաբար սա ստացվում է, որ արդեն մեղադրող կողմը միջնորդությունը կարող ենք համարել, որ սա կոլեկտիվ դատավճիռ է լինելու։ Արգելի պաշտպան, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, փորձեք դատանի փոխարեն որոշել, թե դատանը ինչ պետք է անի։ Ես լսեցի ձեր մտահոգությունները, Բարգավաճ դատան, ցավոք սրտի, ինչպես ասվեց, ես ինքս բավականին փորձ ունեմ քաղաքական հետապնդումների գործով եւ այդ սուբյեկտիվ կարծիքի հիմքում բավականին ապօրինի գործեր առկա են, որից ես կարող եմ այս հետևությանը գալ ու օր ես դատավարության ընթացքում ես դրանում համոզվում եմ։